Սիրիայում շարունակող ռազմական գործողությունների թատերաբեմում հայտնված հայերի ճակատագիրը մտահոգել է յուրաքանչյուր հայաստանցու։ Շահումյան համայնքի բնակիչները, որ ուշի-ուշով հետևում են տագնապի եւ անորոշության մեջ հայտնված մեր հայրենակիցների դրությանը, պատրաստակամություն են հայտնում հյուրընկալել նրանց, տուն ու հող տալ, օգնել, որ տնտեսություն հիմնեն եւ ապրեն գյուղում այնքան, որքան կցանկանան։ Ես պատրաստ եմ որպես Շահումյան համայնքի ղեկավար մեկ ընտանիքի անձամբ իմ տանը տանել վեր պահել այդ ընտանիքին, իսկ Շահումյանում կան ազատ տներ, ովքեր որ տերերը հիմնականում գտնում են արտերկրում, մենք կարող ենք այդ տները տրամադրել իրանք գան, բնակվեն, ապրեն։ Ներկայությամբ համայնքում 15 առանձնատուն կա, որոնց տերերը արտագաղթել, իսկ տները վստահել են գյուղի ղեկավարությանը։ Համայնքապետ Հարություն Նավասարդյանն էլ, որ համացանցով պարբերաբար շփվում է արտագաղթած համագյուղացիների հետ, ստացել է նրանց համաձայնությունը իրենց տները համերկրացիներին ժամանակավոր հանձնելու մասին։ Տների մեծամասնությունը հոսանք ունեն, գազ ունեն, պարզապես քանի որ չեն բնակվում, դիում են գրել ժամանակավոր դադարեցվել է իրենց հոսանքը եւ գազը, երբ որ այդ ընտանիքը գա արդեն ուզենա բնակվի, բնականաբար դիում գրենք եւ գազը եւ հոսանքը կունենա։ Շահումյանում քիչ չեն նաեւ այնպիսիք, որոնք պատրաստ են կիսել նաեւ իրենց տանիքը։ Ռոմիկ Թադևոսյանն օրինակ իր 5 հոգանոց ընտանիքով սիրով կհյուրընկալի հայրենակիցներին, եթե նրանք չառարկեն համատեղ ապրելու առաջարկը։ Պատրաստ եմ ընդունելու գրգաբաց, դռներից բաց է։ Շահումյանցիներն իրենց հյուրընկալության աչքի են ընկել դեռևս 88 երկրաշարժի եւ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի ժամանակ։ Շուրջ 200 ընտանիք մի տանիքի տակ ապրել են նրանց հետ եւ այնքան մտերմացել, որ մինչեւ այսօր էլ կապերը պահպանում են։ Հարությունյան եղբայրներն իրենց բազմանդամ ընտանիքներով երկարաժամկետ հյուրեր ընդունելու հարուստ փորձ ունեն։ Առանձնատունը, որ վերանորոգում են իրենց բնակության համար, պատրաստ են զիջել սիրիահայ որևէ ընտանիքի։ Իրենք սրա կարիքն ավելի շատ ունեն, ասում են։ Սկսել ենք, սա սկսել ենք, չորնավոյ գործերը, սա մեջը արածը, համի մնամա ռեմոնտ, կաֆելա, մետաղա, բրներն ա, լուսամուտները հենա փոխել են, բարի գալուստ իրանց, թողա։ Ես ունեմ 2 տուն, որը մեկում ոչ ոք չի ապրում, ազատ է, պատրաստ եմ այսօր թեկուզ իմ տանն էլ հյուրընկալելու ու նմանապես մյուս բնակարանում նորից հյուրընկալելու։ Պատրաստ ենք մեր հայազգին տեղավորելու մեր տանիքների տակ։ Տիկին Այսյան եւ ոչ միայն նա պատրաստ է նաեւ թշնապուտության իրենց հարուստ փորձը փոխանցել սիրիահայերին։ Գիտեն, որ նրանք էլ արհեստագործության մեծ վարպետներ են։ Ասում են կփոխանակվենք փորձով, հաշտուհամերաշ կապրենք, կօգնենք ինտեգրվել գյուղական կյանքին։ Հայկ Շասլանյան, Հարություն Սահակյան, Առաջին ալիք։